որ նախընտրական շրջան է, տարբեր քաղաքական ուժեր զոր են տալու երևակայությանը, խոստումների արկղ են բացվելու, սա կանենք, նա կանենք, սա կհասցնենք, լավ կլինի, բայց երբ մարդ հիմնարկություն մեկին աշխատանքի է ընդունում, հարցնում է, իսկ ինչ ես արել, ինչ հաջողություն ես արձանագրել, հասարակաբար մեկին աղջիկ ես տալի, չես ասում, չէ, տղա ջան, ինչ ես անելու, ասում ես, ինչ ես արել, հիմա երկիրը ինչ-որ իշխանության ենք տալ, որպեսզի կառավարի, բայց նա չհարցնենք, ով ինչ է արել, ինչ հաջողություն է արձանագրել, որ հիմա մեծ խոստումներ է տալիս։ Եվ դրա համար ներկայացումը կսկսենք հակիրճ անդրադառնալով, թե ինչ իրավիճակ էր Հայաստանի Հանրապետությունում հեռավոր արդեն 98 թվականին, երբ ձևավորվեց մեր իշխանությունը։ Հիշում եք, հետպատերազմյան տնտեսություն, հիմնականում քայքայված, արդյունաբերական ձեռնարկություններ չկային, սեղանիկները կհիշեք, թուրքական էժան շոկոլադ, իրանական վաֆլի, թուրքական բոյզ սվիտերներ, արտադրական ձեռնարկություններ չկային, ներդրողներ չկային, արտասահմանյան ներդրողների մասին ոչ ոք չէր լսել, ոչ ոք չէր տեսել, բայց արդեն շատ շուտ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական, արդյունաբերական եւ ենթակառուցվածքային փոփոխությունների արդյունքում արագորեն սկսեց աճել։ Այնքան արագ, որ Համաշխարհային բանկը Հայաստանը կոչեց Կովկասի վագր։ 2001-ից 2008 թվականներին մեր տնտեսական աճը միջինում 12%-ին մոտ էր։ Բացվեցին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ Օրինակ, կանազը վերագործարկվեց։ Կառուցվեցին ճանապարհներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար։ Միայն Մեղրիից կառուցված երկրորդ ճանապարհը Շվանիձորով անցնող։ Հիմա ասում են Մեղրին ուզում էին տալ։ Որ ուզում էին տալ այդ ճանապարհը ինչի կառուցվեց։ Սելիմի ճանապարհը, Լեռնանցքը։ Եվ դա բերեց նրան, որ մենք ունեցանք մեծ ներդրումներ, երկրիշ աճ եւ երկար արտագաղթից հետո առաջի անգամ մենք ունեցանք դրական միգրացիա։ 90-ականների սկզբին Հայաստանից հեռացած բազում մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան, որովհետև կար գործ եւ կենսամակարդակը աճում էր։ Մի անգամ մենք տնտեսությունը հանել ենք ճգնաժամից։ Այսօր էլի տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Ինչ է Հայաստանը արտահանում։ Որն է Հայաստանի ամենատնտեսական ճյուղը, այսպես կոչված։ Էլի մանրածախ առևտուր, մեքենաների եւ մոտոցիկլետների վերանորոգում։ Արտահանման մեջ պարզում է Հայաստանը արտահանում է ոսկի, մի քիչ էլ ադամանտ, հիմնականում հանքարդյունաբերություն, կոնյակ, ծխախոտ, ուր է մեր արդյունաբերական պոտենցիալը, ուր է գովերքած այս իշխանությունների կողմից բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Իսկ այն տնտեսական աճը, որը ցույց են տալիս, պարտքի հետևանք է։ Պարտքը կրկնապատկել են համարյա, այսքան 8 տարվա ընթացքում հասցել են 15 միլիարդի, ինչի վրա է ծախսել։ Այդ պարտքի բեռը մենք ենք տանում, մեր սերունդները, երեխաները, որոնք նոր են ծնվել, միջինը ամեն մեկից վրա $5,000 պարտք կա։ Ասում են ճանապարհ են կառուցել, տեսնում ենք ճանապարհը, մի հատ նորմալ ձմեռ ու փոսեր։ Ինչ պիտի արվի, որպեսզի մենք հասնենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, կարողանանք տնտեսական աճ ապահովենք։ Արդեն հունիսի 8-ից մեր դաշինքի քաղաքականությունը միտված է լինելու
արդյունաբերության վերածննդի, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը։ Մենք ունենալու ենք մրցունակ Հայաստան հիմնված մեր մրցակցային առավելությունների վրա, մեր բնակչության տաղանդի վրա, ունակությունների և կարողությունների վրա։ Ստեղծելու ենք արտադրված է Հայաստանում քաղաքականությունը, ամեն բան, որ արտադրվելու է Հայաստանում, պետք է ասոցացվի բարձր որակի և տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի 25%-ը, համարյա կրկնապատկվելու է։ Ինչպես դա կարող ենք անել։ Առաջի հերթին իհարկե հարկային արտոնությունների միջոցով, դրանից բացի թիրախային աջակցության ծրագրերով, նաև փոխելով մեր ժողովրդի գնումների վարքագիծը, խրախուսելու, որ մեր հայրենակիցները գնեն հայկականը, մեր տեղականը, աջակցելով տեղական արտադրողին, ստեղծելով աշխատատեղեր մեր հայրենակիցների համար։ Ասում են բարձր տեխնոլոգիաներ։ Առաջինը բարձր տեխնոլոգիաները կարևորվեցին և տեխնոլոգիական խթանման քաղաքականությունից սկսեց իրականացվել 2000 թվականներից։ Այն բարձր անունները, որը մենք լսում ենք, Microsoft-ի ինովացիոն հիմնադրամ, Synopsys և այլն եկել են Հայաստան 2000 թվականներին։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մենք կարող ենք ապահովել բարձր տեխնոլոգիական առաջընթաց և բարձր տեխնոլոգիաները կազմելու են 10% արդյունաբերություն։ Սա իրական է, միասին մենք այդ ամեն ինչը կարող ենք անել։ Մյուս խնդիրը, ինչպես պետք է պետությունը վերաբերվի իր ձեռնարկատիրոջը, իր արտադրողներին, իր բիզնեսմեններին, գործարկվելու է ներմուծման, փոխարինման քաղաքականություն։ Ասեք, այդ ոնց ենք ներմուծումները փոխարինելու։ 21 թվականին, երբ թուրքական ապրանքների վրա արգելք հայտարարվեց, հայկական արդյունաբերությունը, հայկական արտադրողները սկսեցին զարգանալ։ Դա հնարավոր է։ Դրա համար շահույթահարկի և ավելացված արժեքի չեղարկում ներմուծումների փոխարինման համար մեր մրցունակությունը ապահովող ռազմավարական ճյուղերում և բարձր սոցիալական ազդեցություն ունեցող ճյուղերում, մասնավորապես գյուղատնտեսություն, գյուղական ապրանքների վերամշակում, տեքստիլ արդյունաբերություն և այլն։ Պատկերացնում եք, չէ, եթե հանկարծ թուրքական գյուղատնտեսական ապրանքները կամ տեքստիլը հանկարծ գա Հայաստան, ինչ կլինի մեր արտադրողների վիճակը։ Չի կարող պետությունը ձեռքերը լվանալ, ասել շուկայի անտեսանելի ձեռքը կկարգավորի այս ամեն ինչը։ Աջակցություն տեղական արտադրողին։ Մյուս խնդիրը փոքր և միջին ձեռնարկությունները։ Փոքր ձեռնարկությունները միգուցե շատ մեծ եկամուտ չեն ապահովում, բայց մարդկանց ազատություն են տալիս, տնտեսական ազատություն, քաղաքական ազատություն, կապում են երկրի հետ, որովհետև իր սեփական արտադրամիջոցն է այդտեղ դրած։ Էական գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն խրախուսելու փոքր և միջին, բայց հատկապես փոքր և գերփոքր ձեռնարկություններին։ Մենք ներմուծելու ենք փոքր ձեռնարկություններին հարկային հետ վերադարձի քաղաքականություն։ Հարկերը, որոնք վճարվելու են, հետ են վերադարձվելու փոքր ձեռնարկատերերին։ Միջին ձեռնարկությունների հետ ընտրողաբար ելնելով տարածքներից և
արդյունք եւ տնտեսության ոլորտներից, բայց միայն հարկային վերադարձով չենք սահմանափակվելու, նաեւ խոշոր թիրախային աջակցություն, օգնություն այդ մարդկանց, ֆինանսական օգնություն, արտահանման մեծ աջակցություն, վերջը հայկական ապրանքների արտահանման աշխարհագրությունը պետք է ընդլայնվի, խորհրդատվական աջակցություն, այսօր մարդը ձեռնարկություն է բացում եւ ընկնում է խնդիրների մեջ, հավա մեկը չլինի, որ գնա կարողանա խորհուրդ հարցնել։ Խոսեցի ֆինանսավորման մասին։ Իշխանություններն ասում են ֆինանսական համակարգը կայացել է։ Մեր ֆինանսական համակարգը։ Նայենք վարկերի կազմությունը։ Մեծ մասը սպառողական վարկեր են։ Սպառողական վարկեր, որոնք շատ-շատերի համար, ավելի քան 350,000 մարդու համար, դարձել են լուրջ պրոբլեմ։ Այդքան մարդ ունենք, ովքեր չաշխատող սպառողական, անուսալի սպառողական վարկեր ունեն, այսինքն ԴՀԿ-ի պոտենցիալ զոհերն են։ Հիպոթեկային ֆինանսավորում։ Բանկերը ֆինանսավորում են սպառումը, սպառողական հասարակության ձևավորելուն են աջակցում։ Բանկերը կտրվել են տնտեսությունից, չեն հանդիսանում տնտեսական աճը ֆինանսավորող, ձեռնարկություններին օգնող կազմակերպություններ, այլ ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններ չկան, կապիտալի շուկան մեռած է, կենսաթոշակային ֆոնդերը իրական տնտեսության մեջ ներդրումներ չեն անում։ Մենք ստեղծելու ենք պայմաններ, օգնելու ձեռնարկություններին, օգնելու ֆինանսական կազմակերպություններին, վարկավորելու, ներդրումներ կատարելու իրական տնտեսության մեջ։ Գործարկվելու է բազմամարկարդակ ներդրումային ֆոնդ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, ոչ թե մի փոքր ճանապարհ ասֆալտապատելու համար, որ գնում են թանկ վարկեր են վերցնում։ Կան այդ ներքին ռեսուրսները եւ կարող ենք դա անել։ Մյուս խնդիրը սև ցուցակները։ Կիրականացնենք ցածր եւ միջին ռիսկայնության վարկունակության բնութագրիչների վերանայում։ Մարդը չի կարող մի քանի տարի առաջ մի քանի ուշացնել վարկը եւ հանկարծ հայտնվել սև ցուցակում եւ գնալ վաշխառուների մոտ թանկ փող խնդրելու համար։ Այս ամեն ինչը պետք է փոխվի։ Մյուս խնդիրը Հայաստանը գեղեցիկ երկիր է, հրաշք երկիր է։ Մինչև Ամասիայից հասնում ես Մեղրի, ռելիեֆն է փոխվում, բնությունն է փոխվում, մարդկանց կենցաղն է փոխվում, ավանդույթներն են փոխվում։ Այդ ամեն ինչը զբոսաշրջիկների համար իրական հետաքրքրություն է ներկայացնում։ Զբոսաշրջությունը խթանում է փոքր եւ միջին բիզնեսը, տեղական զարգացումն է ապահովում։ Թիրախը լինելու է 5 միլիոն զբոսաշրջիկ։ Երբես ասում են զբոսաշրջիկ, եսի նկատի ունեմ մարդիկ, ովքեր գալու են Հայաստան զբոսանքի։ Կյանքը վայելելու, այլ ոչ թե առաքիչ աշխատելու։ Իրական զբոսաշրջիկների մասին, եւ թող ինձ թվեր չներկայացնեն, ձեզ թող թվեր չներկայացնեն։ Դե հեսա տեսեք զբոսաշրջիկները։ Ուզում եք զբոսաշրջիկ տեսնեք, Yandex զանգեք, կգաք կտեսնեք։ Մյուս խնդիրը պետական պարտքը։ Դե լայնակիցներ, իհարկե մենք հասկանում ենք, որ չկան պետություններ, ովքեր վարկեր չեն վերցնում։ Բայց այդ վարկը պետք է նպաստի մեր տնտեսության պոտենցիալի զարգացման, մեծացման։ Այսօր ուզում ենք հասկանանք լավ այդ 8 միլիարդը ավելյալ, որ վերցրել է։ Ինչ է կա։ Առաջի հերթին վարկային աուդիտ ենք անել։ Ամեն ցենտը, որը որպես վարկ ներգրավվել է, գնահատելու են։ Ինչի վրա է դա ծախսվել։ Դա ծախսվել է պետության զարգացման համար,
թե այլ խնդիրների համար։ Վարկերը պետք է ներգրավել, բայց խելամիտ, մտածված, այլ ոչ թե ասել դե տեսեք, հարկ հնարաբերությունը։ Վարկերը տալիս ես, անկախ ամեն ինչից, իսկ հնան գոնե մենք տեսնում ենք նվազման դիտում ունի։ Գործազրկություն, միջին աշխատավարձեր, ասում են 350,000 դրամ, գործազրկություն։ Այդ 350,000 դրամ թիմը, որ հիշեցնում են, մեր ամեն 4 աշխատողից 3-ը չի ստանում։ Հարկերն էլ հանեք եւ կտեսնեք։ Այսինքն իրական քաղաքականություն ենք իրականացնելու, ոչ թե թվեր նկարելու, այլ երկրի զարգացումն ապահովելու, ստեղծված արդյունքը արդար բաշխելու, աշխատատեղներ ստեղծելու, գործազրկությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Իսկ ինչպես այդ հարցին կպատասխանի իմ ընկեր, բոլորից քաջ հայտնի Արծվիկ Մինասյանը։ Միասին այդ հարցին կպատասխանենք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, հարգելի բարեկամներ, Արթուրը արդեն խոսեց պետական պարտի կառավարման կարևորության եւ արդյունավետության մասին։ Միանգամից ասեմ, որ դրա մի էական հատված, որ ներգրաված է այլ երկրներից, որպես պետական պարտ, կարող է ծառայել այդ պետություններին վճարելու փոխարեն Հայաստանի բնության մեջ ներդնելու միջոցով։ Եվ սա միջազգային պրակտիկա է, միջազգային լավագույն փորձն է, ու մենք ունենք այդ ծրագրերը։ Քիչ հետո ավելի կմանրամասնեմ։ Հիմա շատ կարևոր է, որ մենք Հայաստանի սոցիալական վիճակի եւ մեր պատկերացրած քաղաքականությունը ներկայացնենք։ Սոցիալական Հայաստանի մեր պատկերացրած տեսլականը ուզում եմ անվանել սոցիալական Հայաստան երեխաների, երիտասարդների, տարեցների, այսինքն բոլորիս համար։ Վստահ եմ, միասին դա կարող ենք անել։ Ինչպես նշեցի, խոսելով ծրագրային դրույթներից եւ առաջին հերթին քիչ առաջ պետական պարտի կառավարման կարևորության մասին, ասեմ, որ կա այդպիսի միջազգային լավ տարածում ստացած, անվանում ստացած ծրագիր, որ կոչվում է բնապահպանական ներդրումներ պետական պարտքի դիմաց։ Սա նախ եւ առաջ այն սկզբունքն է, որ յուրաքանչյուր երկրի ընդերքը, ջրային պաշարները, բուսական, կենդանական աշխարհը այդ երկրի եւ նրա սերունդների սեփականությունն է։ Եվ չի կարող մի սերունդ ուղղակի սպառի եւ ավարտի տալ։ Ու դրա լուծումը, լավագույն լուծումը նա է, որ անընդհատ ներդրում կատարվի բնության մեջ։ Ինչ է այս մեխանիզմի էությունը։ Հայաստանը ներգրավել է տարբեր երկրներից պետական պարտքեր՝ Ռուսաստան, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ, եւ այս երկրները միջազգային բնապահպանական ֆոնդերին պարտավորված ձևով վճարում են կատարում։ Այս ֆոնդերը պետք է նաև ներդրումներ կատարեն կամ հատկացումներ անեն այն երկրներում, որտեղ կա հնարավորություն բնության մեջ ներդրում կատարելու։ Հայաստանը այդ երկրներից մեկն է։ Եվ հետևաբար փոխարենը այս երկրներին այս պարտքերը տալու համաձայնության ենք գալիս երկրների հետ եւ ֆոնդերի հետ, որ այդ գումարները դրվելու է Հայաստանում, անտառներն են ընդլայնվելու, ջրային պաշարներն են ընդլայնվելու, ազգային պարկերը, Սևան ազգային պարկ, Դիլիջանի ազգային պարկ, Զանգեզուրի կեսլորտային համալիր, մեր արգելոցներն ու արգելավայրերը, որոնք, ինչպես նշեցի, ոչ միայն ներկա, նաև ապագա սերունդների սեփականությունը։ Բայց այնուամենայնիվ, վերադառնալով սոցիալական պետությանը, բոլորս ենք ուզում ապրել խաղաղ պետությունում։ Չարաշահել պետք չի այս բառակապակցությունը։ Բայց խաղաղությունը
ոչ միայն սահմանին չկրակելն է, ամուր բանակ ու արդյունավետ արտաքին քաղաքականություն ունենալը, որոնք առաջին անհրաժեշտություն են, բայց նաև շատ կարևոր է կյանքի հանդարտությունն ու հանգստությունը, համոզմունքը, որ վաղը ամեն ինչ ձեռքիցդ չի գնալու։ Դու գիտես, որ կյանքի դժվարին իրավիճակում պետությունը կողքիդ է, իր համարժեք աջակցությամբ։ Դուրս ես գալու աղքատությունից, գործազրկությունից, հաղթահարելու ես հիվանդությունն ու անաշխատունակությունը, ստանալու ես արժանապատիվ վարձատրություն, իսկ ծերության դեպքում արժանապատիվ թոշակ, քեզ հասանելի են լինելու որակյալ կրթությունը, կյանքիդ որակը բարելավելու, ներառյալ նախընտրած հանգիստդ վայելելու շարունակական հնարավորությունները։ Կարճ ասած, պետություն, որտեղ մարդն իրեն մարդ է զգում։ Հենց սա է իրականում սոցիալական պետությունը։ Մենք երեք ունենք պետություն, որը թեև ուներ դժվարություններ եւ սոցիալական խնդիրներ, բայց առաջ էր գնում։ Ոմանք դա մոռացության են տվել, սակայն մենք ձեր հետ միասին եւ բազմահազար մեր հայրենակիցներ շատ լավ են հիշում։ Հիշում են, թե ինչպես էին ամիսներով չնչին աշխատավարձին սպասում ուսուցիչը, պետական ծառայողը, պարզ քաղաքացին, խղճուկ թոշակը վճարում էր խիստ ուշացումներով։ Տարական սոցիալական հարցերն ու կյանքի կազմակերպումը լուրջ խնդիրներ էին։ Թվում էր դա անհաղթահարելի է։ Սակայն կարճ ժամանակամիջոցում աշխատավարձերը եւ թոշակները վճարվեցին առանց ուշացումների։ Վերականգնվեց բյուջետային կարգապահությունը։ Դրանց չափերն աճեցին առաջանցիկ, ոչ թե փոքր տոկոսներով, այլ անգամներով։ Ովքեր չեն հիշում, հիշեցնում եմ, ովքեր չեն տեսել, ուզում եմ վստահեցնեմ, որ հարցնեն իրենց ծնողներին, իրենց շրջապատին, տարեց մարդկանց, կպատմեն, թե ինչպես էր 1998-ից հետո այս ամենը իրականություն դառնում։ Հոսանքի հովարային անջատումները վերացվեցին, բարելավեց ջրամատակարարումը, համայնքները լայնորեն գազաֆիկացվում էին, օր-օրի սոցիալական բեռը թեթևանում էր, սոցիալական համերաշխությունը դառնում էր առօրյա, սկզբում դա թվում էր անհնար, փաստացի դարձավ իրականություն։ Իսկ ինչ ունենք այսօր։ Ցավոք, սոցիալական պետության հիմքերը խախտվել են։ Համատարած ատելություն, անհանդուրժողականություն, ոչ միայն հասարակության տարբեր շերտերի, նույնիսկ մի ընտանիքի մեջ, նույն համայնքում, նույն գյուղում մարդիկ ելել են իրար դեմ, չեն հանդուրժում մեկը մյուսին։ Եվ սրա պատճառը միայն արտաքին չէ, սրա պատճառը միայն այն ծանր հոգեբանական վիճակը չէ, որ ստեղծվել է, սրա պատճառը նաև խորը սոցիալական հիմքն է, որ այս իշխանությունը ցավոք սրտի բերեց եւ շարունակում է ամրապնդել։ Սրա պատճառն է նաև այն, որ եկամուտների ակնհայտ անհամաչափ իրավիճակ է ստեղծվել։ Սոցիալապես խոցելի խավերի եկամուտները ակնհայտորեն հետ են մնում կյանքի թանկացումներից։ Ոչ միայն շեշտակի աճում են առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքի գները, դեղորայքն ու կոմունալ վճարները, այլև գույքահարկը, հանրային տրանսպորտի սակագինը։ 100,000-ավոր քաղաքացիներ կանգնած են ամենօրյա դժվարին ընտրության առաջ, չնչին եկամուտով վճարեն ջեռուսման, թե կենսական դեղորայքի համար։ Հետևաբար ինչ է պետք անել։ Մեր առաջնային քայլերը լինելու են հետևյալները։ Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է կենսապահովման նվազագույն զամբյուղին։ Աճելու են պարբերաբար, այսինքն ինդեքսավորվելու են, այսինքն գնաճից ոչ պակաս յուրաքանչյուր տարի ավտոմատ օրենքի ուժով, այլ ոչ թե քաղաքական ցանկությամբ աճելու են։ Բազային կենսաթոշակը աճելու է առնվազն 50%-ով եւ պարտադիր կրկին ինդեքսավորվելու է գնաճի զուգահեռ։ Ձմռան ամիսներին ամբողջությամբ
կփոխհատուցվեն սոցիալապես անապահով միայնակ թոշակառուների, ծայրահեղ աղքատ եւ երեխա ունեցող ընտանիքների գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը։ Մենք վերանայելու ենք էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը, որը նպատակաուղղված է լինելու իջեցնելու ցերեկային սակագինը։ Նվազեցնելու ենք գույքահարկը, այսինքն 2026 թվականի համար նախատեսված այս այլանդակ բարձրացումը չեղարկվելու է եւ կիրառելու ենք շքեղության հարկ, այսինքն հարուստ եւ գերհարուստները վճարելու են ցածր եւ միջին եկամուտ ունեցող նաեւ մարդկանց փոխարեն։ Կարճ ասած, սոցիալական համերաշխությունը ձևավորելու ենք նաեւ եկամուտների արդար վերաբաշխմամբ։ Համատարած այս հայտարարագրումը չեղարկվելու է այն, որ բոլորը աշխատող, չաշխատող, թոշակառու, ոչ թոշակառու, մասսայաբար պարտադրված հայտարարագրեր են տալիս։ Սա վերացվելու է։ Համոզված ենք, որ այս քայլերը անհրաժեշտ են սոցիալական պետությունը ամրացնելու մեր որդեգրած ճանապարհին։ Իսկ ում համար է այս պետությունը լինելու։ Անշուշտ առաջին հերթին ընտանիքների։ Ես ուզում եմ հիշեցնել 1998-2008-ին, որ ընտանիքի պաշտպանությունը դարձավ հատուկ ոչ միայն սահմանադրական, նաև օրենքի մակարդակով ու գործադիր մակարդակով պաշտպանության կարևոր նպատակ, թիրախ։ Ընտանիքը պաշտպանված էր, մենք ունենք կայուն ժողովրդագրական դրական միտումներ, ինչի մասին արդեն Արթուրը նշեց, իսկ առողջապահական համակարգը քայլ առ քայլ դառնում էր ավելի արդիական եւ հասանելի բոլորի համար, իր թերություններով եւ բացթողումներով հանդերձ։ Բայց պետությունը տեսանելի կերպով էր իր վրա վերցնում խոցելի խմբերի պաշտպանության բեռը։ 98-2008-ին տնտեսական բումի արդյունքը միայն թվերը չէին, դա սոցիալական իրական վերելք էր։ Աղքատությունը կտրուկ նվազեց, ստեղծվեցին տասնյակ հազարավոր իրական աշխատատեղեր։ Եվ ամենակարևորը, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց դրական միգրացիոն սալդո։ Մարդիկ վերադառնում էին, հաստատվում ու վերահաստատվում իրենց հայրենիքում։ Ամրանում էր Հայաստան-Սփյուռք կապը։ Իդեպ կրկին Արթուրը խոսեց բազմամակարդակ ներդրումային ֆոնդի մասին, դեռ առիթ ունենանք ավելի բացելու։ Ասեմ, որ այս ֆոնդի հսկայական հնարավորությունը բացվելու է նաև մեր սփյուռքահայերի համար։ Միայն երկու թիվ նշեմ, առաջինը հայության կապիտալը գնահատվում է ամենամեղմ հաշվարկներով կամ միջին հաշվարկներով շուրջ 400 միլիարդ դոլար աշխարհով մեկ։ Անգամ սրա 5%-ը այս բազմամակարդակ ներդրումային ֆոնդի ներգրավմամբ, ինչը իրատեսական է, ապահովելու է Հայաստանի տնտեսական զարգացման այն բանաձևը, որի մասին խոսեց իմ ընկերը։ Բայց այնուամենայնիվ իրական կյանքում առողջապահությունը կամ առողջությունը մարդու ամենակարևորն է։ Այս մարդիկ այսօրվա իշխանությունները համոզում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության այս համակարգը լուծել է բոլոր խնդիրները։ Նրանք ստում են։ Անշուշտ առողջապահության համակարգը անհրաժեշտություն է, կարևոր է, բայց այն համակարգը, որը կայուն է, լիարժեք է եւ պրոբլեմներ ստեղծող չէ, իսկ այսօրվա համակարգը պրոբլեմներ է ստեղծել թե բժիշկների, թե բուժառուների, թե առողջապահական հաստատությունների առումով եւ օբյեկտիվ դժգոհությունները կան։ Մենք վերացնելու ենք այս ամենը, այո, առողջապահության համընդհանուր ապահովագրությունը գործելու է, բայց գործելու է մաքսիմալ անթերի եւ ներառելու է բոլորին։ Նորաստեղծ ընտանիքների մասով մենք, ինչպես նշեցի, արդեն փորձառությունը կա։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ ընտանիքը պաշտպանության
կարևոր առաջնային պլանում էր գտնվում եւ դաշնակցության անմիջական աջակցությամբ ընդունվում էին բազմաթիվ օրենքներ, մոտեցումներ, ընտանիքը պաշտպանված էր դառնում։ Այսօր մենք եկել ենք որպեսզի ել ավելի ամրացնենք ընտանիքի պաշտպանությունը եւ ներդրվելու է աճող ընտանիքի մոդելը։ Ինչ է սա նշանակում առարկայորեն։ Սկսած երկրորդ երեխայից յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնունդով ծնողների եկամտահարկը կնվազի եւս 3%-ով։ Սա շատ կարևոր խթան է եւ շատ կարևոր է հատկապես ու նաեւ այն ընտանիքների համար, երբ ծնողները աշխատում են եւ մտածում են, լավ, եթե երեխա ունենանք կզրկվենք շատ եկամուտներից, հնարավորությունից։ Սա նաեւ հնարավորություն է, որ այս մարդիկ մտածեն հակառակը։ Իրենք չեն զրկվելու եկամտից։ Իրենք ստանալու են պետության աջակցությունը, ստանալու են այդ արտոնությունը։ Բազմազավակ ընտանիքները, Արցախահայությունը պետությունից կստանան համալիր սոցիալական, զբաղվածության եւ բնակարանային աջակցություն։ Իդեպ ասեմ, սրանք որ ես թվարկում եմ, սրանք օդի մեջ խոսքեր չեն, սրանք պրակտիկ եւ մեր կողմից կատարված քայլեր են։ Իմ գործընկերները, որ այստեղ նստած են ազգային ժողովի պատգամավորներ, մենք նախաձեռնություններ ենք արել, օրենսդրական նախաձեռնություններ ենք բերել բազմազավակ ընտանիքների մասին, սոցիալական պաշտպանության մասին, նույն ինդեքսավորումների մասին, որոնք այս իշխանությունը մերժել է։ Եվ հետևաբար մեր քայլը, որ մենք կատարել ենք այդ ուղղությամբ, վերահաստատելու ենք, եւ դրա համար անհրաժեշտ է ձեր վստահությունը, սիրելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, որպեսզի այս ամենը դառնա իրականություն։ Իդեպ մի կարևոր խնդիր կա կապված բարեգործական հիմնադրամների հետ։ Երևի արդեն հայտնի է հանրությանը, որ բարեգործության հիմնադրամներ են ստեղծում ընտանիքի անդամներով եւ սկսում են քայլեր, գործողություններ եւ այլն կատարել, չարաշահելով իրենց դիրքը, հնարավորությունները։ Մենք արգելելու ենք բարեգործական հիմնադրամի ստեղծումը, որոնք ստվերային առատավոր երևույթների աղբյուր են դարձել, հատկապես այն, ոչ թե հատկապես, հենց նրանց համար, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոններ եւ նրանց ընտանիքի անդամները, որոնք որ ներգրաված են լինելու այդ աշխատանքների մեջ։ Մի կարևոր, կարծում եմ, ոլորտ կա եւ խավ կա, որին գրեթե երևի չկա Հայաստանում մարդ, որ առնչված չլինի, խոսքը տաքսու վարորդների մասին է, որոնք ոչ միայն չունեն նվազագույն սոցիալական երաշխիքներ, ավելին, այսօր դարձել են այսպես կոչված տուգանքի մատերիալ, ներողություն եմ խնդրում, բայց դա արդեն հանրահայտ բառ է դառել։ Ցավոք նրանք պետության կողմից անտեսված աշխատավորների միակ խումբը չեն։ Այսպիսի մի հսկայական 100,000-ավոր խումբ էլ կազմում են հողագործ գյուղացիները։ Մենք արժևորելու ենք աշխատանքը, հարկային դաշտում գործող տաքսի ծառայության վարորդների եւ հողագործությամբ զբաղվող գյուղացու աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։ Վարորդներին թալանող տուգանման բալային համակարգը վերացվելու է, իսկ արագության շեղման թույլատրելի շեմը 10-ից դառնալու է 15 կմ/ժ։ Սա շատ պրակտիկ առաջարկ է եւ ես կարծում եմ շատ-շատերը սպասում են այսպիսի գործողության։ Մեր թիրախը կայուն զբաղվածությունն է եւ գործազրկության բնական մակարդակի ապահովումը։ Տարեկան 35,000-ից 45,000 կայուն աշխատատեղերի ստեղծելու միջոցով մենք միասին կապահովենք գործազրկության մակարդակի ոչ միայն կրկնակի կրճատում, նաև գործազրկության բնական մակարդակի ապահովում։ Իդեպ ասեմ, սրանք խոսքեր չեն, ես արդեն նշեցի 1998-2008 թվականներին մենք ունեցել ենք եւ փառք Աստծո, որ այդ ցուցանիշները ինչ-որ խոստացվում էր, դրա կրկնակին ավելին է արվել։ Հիմա մենք էլ այստեղ մենք նվազագույն խոստումներն ենք տալիս, անելու ենք ավելին եւ անելու ենք միասին։ Ձեր վստահության եւ մեր գիտելիքի
ու փորձի համատեղմամբ միասին կարող են կերտել այս սոցիալական Հայաստանը, որտեղ ոչ միայն Հայաստանում բնակվողները, նաև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ուզենան ապրել եւ ապրելու են։ Հիմա նորից ես ուզում եմ հրավիրել բեմ Արթուր Խաչատրյանին, արդեն այս անգամ ներկայացնելու գյուղատնտեսական հատվածը։ Շնորհակալ եմ։ Ամերիկայի նախագահ Ջեֆերսոնը գյուղատնտեսությունը կոչում էր ամենաիմաստուն զբաղմունք, քանի որ ամենաշատն է նպաստում բարեկեցության աճին, բարոյականությանը եւ երջանկությանը, իսկ հողի աշխատավորներին ընդհանրապես կոչում էր ամենաիմաստուն մարդկանց, ամենաարժեքավոր քաղաքացիներ, ովքեր ամենաամուրն են կարճած հողին եւ իրենց շահերը ամենաշատն են համընկնում պետության հետ։ Մենք մեր ամենօրյա հացի համար պարտական ենք գյուղացիներին եւ գյուղացիներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին եմ ուղղում այս մեր խոսքը, նշելով, որ գյուղը եւ գյուղատնտեսությունը անտեսված չեն լինելու։ Մեր գյուղատնտեսական ծրագիրը կոչում ենք բարեկեցիկ գյուղ եւ մրցունակ գյուղատնտեսություն։ Գյուղատնտեսության վիճակը 98-99 թվականին շատ ավելի բարվոք չէր, քան քաղաքային կյանքը։ Կոլխոզները քանդվել էին ավելի շուտ, նոր որևէ բան չէր ստեղծել, ցորեն պարտանյութ չկար, բուժանյութեր չկային, սերմացու չկար, բայց թիրախային գիտակցված քաղաքականության արդյունքում գյուղը սկսեց շնչել, գյուղական կենցաղը սկսվեց բարելավել։ Կար գյուղատնտեսության նախարարություն, կային մարզպետանի աշխատողներ, գյուղացին զգում էր, որ կողքը մարդ կա, պետություն կա, խնդրի դեպքում կարող էր մոտենալ եւ դիմել պետությանը։ Հիմա մենք 25 տարի հետ ենք գնացել։ Գրչի մի հարվածով գյուղատնտեսության նախարարությունը քանդվեց։ Հարցնում ես ինչի, հոդաբաշխ պատասխան չկա, թե բա գյուղատնտեսությունը էկոնոմիկայի մասին։ Թե ամեն ինչն է էկոնոմիկայի մասին։ Տրանսպորտն ու կապն են հետո։ Մեր վարելահողերի կեսից ավելը չի մշակվում։ Ու դրա համար սենց հորթի հրճվանքով ասում են, վայ, Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն ենք ներմուծել։ Վարելահողերի մեծ կեսից ավելը չի մշակվում, բայց աչքները Ղազախստանի վրա են։ Սա երկար շարունակվել չի կարող։ Մեր գյուղատնտեսական քաղաքականությունը միտված է լինելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների եկամտաբերության աճին, պետության պարենային անվտանգության մեծացմանը, ինչպես նաև գյուղական կենցաղի եւ գյուղական կենսակերպի պահպանմանը։ Չես կարող առանց կալոշների գյուղերում քայլել, չի կարող սա շարունակվել։ Կենցաղը պետք է բարելավվի, տնտեսական հնարավորությունները պետք է հզորացվեն, որպեսզի մարդիկ մնան, աշխատեն, գյուղերում ամրապնդեն մեր սահմանները։ Ինչ ենք առաջարկում։ Ունենք կտրտած հողակտորներ։ Չանդրադառնանք ինչու այդպես սեփականաշնորհվեց, փաստ է։ Փոքր հողակտորների մշակումը դժվար է, եկամտաբերությունը մեծ չէ, խթանելու ենք կոոպերացիան և խթանելու ենք հողերի խոշորացումը պահպանելով հողի նկատմամբ սեփականության իրավունքը, ոչ թե ասելու են հողի վրա աշխատելը քեզ ձեռ չի տալի, գնա Երևան առաքիչ աշխատի կամ տաքսու վարով։ Սեփականության իրավունքը պահպանվելու է, մենք չենք կարող հանդուրժել, որ գյուղերը վերադառնան 100-150 տարի առաջ, լինեն կուլակներ եւ բատրակներ։
Զարգացնելու ենք բարձրարժեք գյուղատնտեսությունը, թե բուսաբուծության, թե անասնաբուծության բնագավառներում։ Օգնելու ենք գյուղացիներին եւ ֆերմերային տնտեսություններին ձեռք բերել բարձրարժեք սերմեր, տնկիներ, ցեղական անասուններ, ինչպես նաեւ յուղ տեխնիկա։ Խրախուսելու ենք ինտենսիվ այգիների եւ ջերմոցային տնտեսությունների հիմնումը։ Գյուղատնտեսությունը շատ գիտելիքահեն ճյուղ է։ Չեն կարող գիտելիքի նվաճումները չծառայեցնել գյուղատնտեսության զարգացմանը։ Գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրելու ենք մինչև 15 միլիոն դրամի 100% սուբսիդավորմամբ վարկեր, ավելի պարզ 0%-ով վարկ մինչև 15 միլիոն դրամի սահմաններում մեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Շուկականից զգալիորեն էժան գներով գյուղացիներին տրամադրելու ենք բուժանյութեր, պարարտանյութեր, սերմացու եւ վառելիք։ Հիմա գյուղացուն որ հարցնում ես, ասում ես ինչ հիմնական խնդրեմ ունես, ասում են ջուրը եւ ապրանքի մթերումը։ Ջրի կառավարումը բարելավվելու է, մթերման հարցը լինելու է գյուղատնտեսական քաղաքականության հիմքում։ Ռազմավարական նշանակության ապրանքների համար գործելու է մթերման նվազագույն գին։ Իրականացրելու ենք մթերող ընկերություններին տրամադրող վարկային միջոցների նպատակային սուբսիդավորում։ Չի կարող մարդը չարչարվի խաղողը աճացնի, հետո իր խաղողի ձեռը կրակն ընկնի։ Այնպես որ մի զարմացեք, որ 2025 թվականին, 24 թվականի համեմատ խաղողի այգիների տարածքները էլի նվազել են։ Գյուղացու ֆերմերի աշխատանքը ապահովագրված է լինելու։ Չի կարող մարդը ամբողջ տարի տանջվի, աշխատի, մեկ էլ հոգ սրտահարություն, կարկուտ, երաշտ, մորեղ ու մի քանի ամվա ընթացքում ամբողջ աշխատանքը ջուրը թափվի։ Սուբսիդավորելու ենք կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման տրամադրվող վարկերը։ Խտացնելու ենք հակակարկտային կայանները եւ դրանց աշխատանքը դարձնելու ենք արդյունավետ։ Գյուղատնտեսական ապրանքները ապահովագրվելու են առնվազն 4 բնական աղետներից՝ կարկուտ, երաշտ, սրտահարություն, երբեմն նաև ջրեղեղներ են։ Գյուղատնտեսության ծավալն ու եկամտաբերությունը ավելացնելու համար թիրախային ֆինանսական աջակցություն է տրամադրվելու մթերումն իրականացնող ընկերություններին, որ ընկերություններն է չասեն լավ խաղող է, լավ լոլիկ է, բայց փող չունենք, որ մթերենք։ Վերջը պետք է կարողանաս սպառումն մեծացնես, որ արտադրությունը մեծանա։ Եվ վերջը պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը։ Մենք իրեք Ռուսաստան չենք, անծայրացի դաշտեր, հողեր չունենք։ Մենք չենք կարող մեզ այդ ճոխությունը թույլ տալ, որ հողերի, վայելահողերի կեսը չմշակվի։ Թիրախային աջակցություն չմշակված հողերը մշակողներին։ Ժամանակին մենք արեցինք տենց փորձնական ծրագիր, մեծ ազդեցություն ունեց։ Եվ կրկնեմ, չենք կարող մեր գյուղացիներին թողենք միայնակ արտաքին մարտահրավերների առաջ։ Չենք կարող։ Մեր գյուղատնտեսական շուկան լինելու է պաշտպանված, որպեսզի մարդը իր աշխատանքի արդյունքը տեսնի, որպեսզի մենք ապահով զգանք, որ երկիրը ինչ որ չափով իր պայմանային անվտանգությունը կարող է ապահովել։ Ուստի մենք եւս մի անգամ ասում ենք, աջակցելու ենք, օգնելու ենք հնարավորինս մատչելի ֆինանսական ռեսուրսներ,
բարձրաձայգ խորհրդատվություն, արտահանման հարցում աջակցություն, արտահանման աշխարհագրություն ընդլայնում, որպեսզի մարդկանց եկամտաբերությունը բարձրանա, երկրի պայմանային անվտանգության խնդիրը լուծվի եւ բարձրանա գյուղական համայնքների կենսամակարդակը եւ կենսաղը։ Միասին մենք դա կարող ենք անել։ Ինչ անելու ենք, միասին ենք անելու։ Եվ նաև եթե հարցեր կան, իհարկե սիրով կպատասխանեմ։ Չէ, բայց ասուլիս չեմ։ Եթե ասուլիս լինի, հետո։ Ու ինչ ժամկետների մասին է խոսքը, առաջիկա քանի տարվա մասին է խոսքը, պարոն Խաչատրյան, ինչ ներդրումներ եք սպասում, որտեղից եք սպասում եւ ինչ բյուջեով է արվելու։ Նույնիսկ եթե դու շատ երկար ճանապարհ ես անցնելու, առաջի քայլը պետք է ճիշտ ուղղությամբ լինի։ Ծրագիրը 5 տարվա համար է նախատեսված։ Ազդեցությունը շատ ավելի երկարաժամկետ է լինել։ Այո, բյուջեի վրա ծախսային մասով լինելու է նաև աճ։ Բայց եթե տնտեսությունը զարգացվի, այն ճանապարհով, որ մենք առաջարկում ենք, այդ դեպքում կլինեն նաև միջոցներ, որոնք ուղղված են լինելու խնդիրները լուծելու, թե սոցիալական բնագավառում, թե գյուղատնտեսության բնագավառում։ Եվ ծախսերի արդյունավետության բարձրացումն է այլ։ Օրինակ, վերջերս 70 միլիոնի պարտք են ներգրավել, ջրամատակարարման համակարգը բարելու ավան, 20 միլիոնը գնում է ներդրումների, 50 միլիոնը անհասկանալի է, լավ, ջրամատակարարման ոլորտում գենդերային ներկայացվածության բարձրացման համար։ Կարծում եմ, մենք այդ հարցին մի քիչ այլձգում ենք։ Վստահ եմ այդ հարցին մի քիչ այլ կերպում ենք։ Պարոն Խաչատրյան, ինձ այս հարցը որպես գյուղատնտես է հետաքրքրում էլի, որովհետև մթերման խնդիր կար, անցյալ տարի հատկապես շատ լուրջ խնդրի առաջ կանգնեց Արարատյան դաշնարարում ծիրան արտադրող գյուղացին։ Ո՞նց եք այդ մեխանիզմը լուծման պատկերացնում մթերման։ Այդ խնդիրը հասկանալի է ինչի դա առաջացավ, որովհետև պետք է լավ էր եւ նաեւ արտահանման կապված խնդիրներ մենք ունենք։ Երբ մենք ասում ենք մթերման արտահանման ներողություն եմ խնդրում, արտահանման շուկայի ընդլայնում, մենք նաև դա ենք նկատի ունենք, որ դու կախված չլինես մի շուկայից, մի ճանապարհից եւ մի արտարժույթի տատանումներից։ Եվ դրանից բացի լոգիստիկ կազմակերպությունները պետք է բաց լինեն, մենք նաև հակամենաշնորհային քաղաքականություն պետք է իրականացնենք։ Եվ դրանից բացի երբ ասում ենք մթերում, դեռ մյուս խնդիրն է կա, չէ՞, դու կարող ես արտահանել թարմ ծիրան եւ վերամշակված ծիրան։ Հիմա, եթե թարմի հետ կապված խնդիրը առաջ է մնում, պետք է դա փոխհատուցել վերամշակման կարողությունների զարգացման։ Փառք Աստծո, ծիրանի ջեմ ամբողջ ամեն տեղ են։ Այո։ Մինչև 10 աշխատող է, 24.4 միլիոն շրջանառություն է։ Ինչի համար է կարևոր։ Եթե մենք ունենանք նմանատիպ օրենք, ապա այն շեշտադրումները, որ աջակցում առաջարկի փոքր ու միջին բիզնեսին, արդեն հստակ խաղիկնավորները կսահմանվի ու դրան ուղղացնի։ Գաղտնիք չի, երբ որ 2000-ականների սկզբին փոքր ու միջին բիզնեսի համար ընդունվեց պարտեզված հարկատեսակը, դա եւս մեկ գործիք է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ տարիներին դարձավ ամբողջ աշխարհում top 11 դարձող երկրներից մեկը։
Ու երկրորդ մտահոգություն առաջարկեց հետևյալն է կապված պետական պարկի մասով։ Պետական պարկի արտաքին ու ներքին պարկ հիմա արդեն գրեթե հավասարվել է։ Առաջ 70% էր արտաքին, 30%-ը ներքին։ Այդ ներքին պարկի շեմը, որ բարձրացել է, դա մեծամասնությամբ բարձրացել է կառավարության կողմից պարտատոմսերի ձեռքբերումով, որը ձեռք են բերել պարտադիր կենսաթոշակային հիմնադրամներ։ Ու մտահոգությունը որն է, հիմա դուրս է գալիս, որ տարիների ընթացքում ֆիզիկական անձը կենսաթոշակային կուտակայինով գումարներ կուտակում, պարկով տալիս է պետությանը, պետությունը այդ 40%-ի շեմը եւս փորձենք օրենքով սահմանել։ Շատ այստեղ 2-3 հարցի անդրադարձակ։ Առաջինը դուք երկու ասացիք երրորդը իմ կողմից ավելացնեմ։ Իհարկե սահմանումները շատ կարևոր է, չես կարող կառավարել մի բան, ինչի չես կարող չափել։ Եվ փոքր միջին մնացածը մեծեր, իհարկե պետք է սահմանումները վերանայվեն, որովհետև 500 հոգի միջին հասկանում եմ, չէ՞ որ Հայաստանում մի քանի տասնյակ կազմակերպություն կա, որոնք 500-ից ավել աշխատող ունեն։ Մի քանի բանկ, տելեկոմ, կոմունալ ծառայություններ եւ այլն։ Այո, սա պետք է իհարկե հստակեցվի։ Մյուսը նաեւ, որ ասի իմ կողմից եմ ավելացում, դա նաեւ բարձր տեխնոլոգիաների սահմանումն է։ Երբ ասում եք բարձր տեխնոլոգիաների 10% պետք է կազմեն, պետք է կարողանաս հասկանալ, չէ՞ ինչն է բարձր տեխնոլոգիաներին։ Մյուս խնդիրը, որը դուք դրեցիք, դա ինչ ենք ասում, չէ՞, ասում ենք ֆինանսական հաստատությունները, բանկեր, ներդրումային կազմակերպություն, կենսաթոշակային ֆոնդեր, իրանք իրական տնտեսությունից կտրված են։ Բազմաթիվ անգամներ ազգային ժողովում ասում են, որ այս ռեֆորմը պարտադիր, որի նկատմամբ մենք շատ լուրջ վերապահումներ ունեինք եւ ունենք եւ ֆինանսական արծիվն այդ հարցը համանդրական դատանում մեր ներկայացուցիչ եղել։ Հա, ինչ ունենք, այսինքն պետությունը մենք հարկ ենք տալիս, պետությունը այդ փողը պարտքով տալիս է կենսաթոշակային հիմնադրամներին։ Այսինքն ես նեղոսում թե պարտքով տալիս է, այլ այդ պարտատոմսերն են իրան գնում, այսինքն պետությանը մենք փող ենք տալի, պետությունը դա տալիս է հիմնադրամ այդ ֆոնդերին, հետո ֆոնդերից պարտքով այդ փողը վերցնում է։ Քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ փողերը գնան տնտեսության զարգացման, դա երկար փողերի արդյունք է։ Այսօր երկու կենսաթոշակային ֆոնդ ունենք, ամեն մեկը մի իրական ձեռնարկության մեջ է ներդրում արել։ Դուք այո, 3-7 միլիարդ դոլար ռեսուրս ունենք, որը չի օգտագործվում։ Հասկանում եք խնդիրն ինչու է գալիս, այսինքն այդ հարցը պետք է կարգավորվի։ Չի կարող գնա պարտատոմսերի մեջ եւ ավանդների մեջ, չէ՞։ Դիրո։ Շնորհակալություն։ Կխնդրեմ նշեք ինչպես է ձեր առաջարկած ընտանիքի մոդելը օգնելու ապագա երիտասարդ ընտանիքներին։ Արդեն ներկայացրեցինք ընտանիքի աջակցության մի կոնկրետ օրինակ դրեցինք, երբ որ 3% եկամտահարկը յուրաքանչյուր երեխայի հաշվարկով նվազեցվում էր։ Նաև բնակարանային ապահովման ծրագրեր են առաջարկվում, այդ թվում նաև երիտասարդ ընտանիքների համար երկարաժամկետ եւ ապագային միտված, այսպես կոչված հարմարավետ հիպոթեկային փաթեթներ։ Ես կարծում եմ, որ այս գաղափարները եւ այս ծրագրերը, որոնք որ առաջարկվում են, շատ կարեւոր են նաեւ, որ խթան է հանդիսանալու երիտասարդ ընտանիքների ոչ միայն ընտանիք ձևավորելու եւ զավակներ ունենալու, նաեւ շարունակական իրենց կրթության, իրենց զբաղմունքի, իրենց եկամտաստեղծ նոր գործունեության մեջ առաջ գնալու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Լավ է։ Ներդրումային բազմամակարդակ ներդրումային ֆոնդի մասին որ խոսեց Արթուրը Խաչատրյան, ես էլ երկու դրվագ ավելացեցի, չգիտեմ ժուրնալիստներից ով էր հարց տվեց, ես հրավիրում եմ ձեզ մեծ սիրով քննարկման եւ ներկայացման այն մոդելը, որը կոչվում է բազմամակարդակ ներդրումային հիմնադրամների մոդել, որտեղ ձևավորվում է սուվերեն ներդրումային ֆոնդը Հայաստանի, ձևավորվում է երկրորդ ֆոնդը, որը իջնելու ավելի ներքև եւ մասնագիտացված ֆոնդերը, որոնք ձևավորելու են նաեւ Հայաստանի տնտեսության
ողջ պոտենցիալի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Վճարման միջոցները լինելու են ոչ միայն հանրային ծառայություններ մատուցող սուբյեկտները, մեր ընդերքը, ջրային ռեսուրսներն օգտագործողները, նաև ինչպես նշեցի, ինքը դառնալու է նաև համահայկական կապիտալի ներգրավման իրական հարթակ։ Բյուջեի մասով էլ խնդիր չունենաք։ Շատ արդյունավետ ոչ միայն ծախսվելու է, նաև ավելացվելու է, մեծացվելու է եւ մեր բոլոր այս ծրագրերը ապահովված են անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով։ Մեզ մնում է ընդամենը, որ մեր ժողովուրդը ձայն տա, իրար հետ կառուցենք սոցիալական վերածնվող սոցիալական Հայաստան, վերածնվող տնտեսություն, մնացած անուններն էլ առաջիկայում կներկայացնենք։ Սահմանադրական կարգի վերականգնումից սկսած ավարտված պետություն յուրաքանչյուր մարդու համար։ Այդ մարդը բնականաբար լինի միասին։